Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, ես սիրով ողջունում եմ Արևային ներդրումային համաժողովի մասնակիցներին, որն անցեկացվում էներգետիկայի շաբաթ 2017 միջոցառման շրջանակներում։ Էներգետիկայի բնագավառը լինելով Հայաստանի Հանրապետության տնտեսության կարևոր ճյուղերից մեկը, վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել։ Այս ոլորտում տարվող աշխատանքներն ուղղված են Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, հուսալի եւ անխափան ծառայությունների մատուցմանը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ գրեթե ամբողջովին արդիականացվել են համակարգային նշանակություն ունեցող բարձրավոր ենթակայանները։ Այս բնագավառում շարունակական եւ հետեւողական աշխատանքներ են տարվում նոր հզորություններ ստեղծելու, էլեկտրահաղորդման նոր գծեր կառուցելու, նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ։ Տարածաշրջանային առումով արդյունավետ համագործակցում ենք մեր հարևանների Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ։ 2019 թվականին շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը։ Նշված ծրագրերի իրականացումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր եւ փոխանակումներ, առևտրային այլ գործարքներ։ Հայաստանը որպես Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է յուրօրինակ կամուրջ լինել Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Այդ հանգամանքը լիովին հնարավորություններ է ստեղծում ներդրումային բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից։ Երկարաժամկետ առումով կանաչ սկզբունքների վրա հիմնված տնտեսությունները ավելի հեռանկարային են եւ կայուն։ Հենց այդ պատճառով այս բնագավառի զարգացման ռազմավարության համատեքստում հատկապես կարևորում ենք վերականգնող էներգետիկայի զարգացումը արևային, հողմային, երկրաջերմային եւ հիդրոէներգետիկայի ուղղություններով։ Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ։ Ներդրողների համար գրավիչ դաշտ ստեղծելու նպատակներով վերջին շրջանում իրականացվել է մի շարք օրենսդրական բարեփոխումներ, կիրառելով համաշխարհային լավագույն փորձ։ Հարկ է նշել, որ վերջին տարիների ընթացքում շուրջ 80%-ով նվազել է արևային ֆոտովոլտաիկ կայանների տեխնոլոգիական արժեքը։ Դրա շնորհիվ արդյունաբերական ծավալի արևային ֆոտովոլտաիկ տեխնոլոգիան Հայաստանում առկա էլեկտրաէներգիա արտադրության մյուս տեխնոլոգիաների նկատմամբ դարձել է մրցունակ։ Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այժմ այդ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր է ստանալ ֆոտովոլտաիկ կայանների համար մրցունակ սակագին, ինչն իր հերթին թույլ կտա բացառել բացասական ազդեցությունները վերջնական սպառողների համար սահմանված էլեկտրական էներգիայի սակագնի վրա։ Այսպիսով, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար հնարավորություններ են ստեղծվում մասնակցելու Հայաստանում իրականացվող մրցույթներին եւ կառուցելու մեծ զորությամբ ֆոտովոլտաիկ կայաններ։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք նախատեսում ենք զգալիորեն ավելացնել վերականգնող էներգետիկայի բաժինը ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում, կառուցելով արևային, հողմային եւ երկրաջերմային էլեկտրակայաններ։ Հարգելի գործընկերներ, այս համաժողովը շատ լավ հարթակ կարող է դառնալ քննարկելու Հայաստանում վերականգնող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները եւ ներդրումային հնարավորությունները։ Մաղթում եմ ձեզ արգասաբեր աշխատանք եւ վստահ եմ, որ արդյունքները չեն հապաղելու։ Շատ շնորհակալ եմ եւ ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։